Ուրեմն հաջորդ հարցին, որ կուզենամ պատասխանեմ, սա աթոսացու մարգարեությունը Թուրքիայի համար ճիշտ է թե ոչ, եւ հարցի էությունը խոսքը վերաբերում է ուրեմն հույն մարգարեի մարգարեության մասին, պայսի աթոսացու Թուրքիայի ապագայի ուրեմն մասնավորապես դրա անկման մասին հայտնի մարգարեությանը։ Ուրեմն Թուրքիայի ներկայացությունը ըստ Մունդան համաշխարհային հաստղագիտության մեջ Թուրքիան ավանդաբար կապվում է կարիճ նշանի հետ։ Իմ կազմած հորար քարտեզում կարիճը գտնվում է երկրորդ տան սկզբնամասում, իսկ նրա կառավարիչը Պլուտոնը գտնվում է չորրորդ տանը, արմատներ տարածք հող, եւ ունի լարված քառակուսի ասպեկտներ 10-րդ տան Արեգակի եւ Յուպիտերի հետ, իշխանություն եւ ճգնաժամ, 10-րդ տան ղեկավարությունը եւ 4-րդ տան տարածքային ամբողջականությունը, մինչեւ առկա այս ուժեղ լարվածությունը հուշում է պետական լուրջ ցնցումների, հակամարտությունների կամ իշխանափոխության մասին, ինչը համահունչ է Թուրքիայի վերաբերյալ աշխարհաքաղաքական կանխատեսումներին։ Ուրեմն պայսի աթոսացու մարգարեության իսկությունը Թուրքիայի վերաբերյալ, քանի որ հորար աստղագուշակության մեջ քարտեզը ցույց է տալիս, թե արդյոք տվյալ լուրը կամ կանխատեսման ժամանակը ճիշտ է թե սխալ, հորարը ցույց է տալիս, որ լուրի մարգարեության տունը նայում են գերորդ տուն, հորարում ցանկացած լուր, մարգարեություն կամ տեղեկատվություն պատկանում է երրորդ տանը, երրորդ տան ուրեմն գագաթը գտնվում է Աձ եղջյուր նշանում, նրա կառավարիչը Սատուրնը։ Սատուրնը գտնվում է 6-րդ տան սահմանագծին Խոյ նշանում։ Այն հետընթաց է Սատուրնը Խոյի մեջ, որտեղ նա անկում է ապրում, հուշում է, որ տեղեկատվությունը կամ մարգարեության իրականացման ժամկետները կարող են զգալիորեն ձգձգվել, փոխվել կամ սխալ մեկնաբանվել։ Լուսնի դիրքը ճշմարտության ցուցիչը, հորար աստղագուշակության մեջ լուսինը ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը եւ հարցի օբյեկտիվ իրականությունը։ Լուսինը գտնվում է ցուլ նշանում, ինչն իր ամենաուժեղ դիրքն է էկզալտացիա։ Սա նշանակում է, որ մարգարեության հիմքում ընկած նյութական եւ տարածքային փոփոխությունների գաղափարը հաստատուն է եւ ունի իրական հիմքեր։ Մարգարեական իրականացման հավանականությունը երրորդ տան կառավարիչ ուրեմն Սատուրնը ունի տրիգոն ասպեկտ դրական կապույտ գիծ 10-րդ տան Արեգակի հետ, 10-րդ տուն պետություններն ու աշխարհաքաղաքական կառավարիչներն են, սա խոսում է այն մասին, որ գլոբալ քաղաքական վերադասավորումները բարենպաստ պայմաններ կստեղծեն, որպեսզի պատմական այդ կանխատեսումները ինչ-որ ձևով կյանքի կոչվեն, այսինքն միջամտություն էլ կլինի։ Սակայն 10-րդ տան Յուպիտերը եւ 4-րդ տան հողեր սահմաններ Պլուտոնի միջև առկա լարված քառակուսի կարմիր գծերը հաստատում են, որ դա տեղի կունենա միայն խորը ճգնաժամերի, պատերազմի կամ լուրջ տրանսֆորմացիաների միջոցով։ Իմ կազմած քարտեզը հուշում է, որ մարգարեության հիմնական միտքը Թուրքիայի տարածքային փոփոխությունները ունի աստղաբանական աջակցություն, լուսինը ցուլում Սատուրն Արեգակ տրիգոն, բայց Սատուրնի հետընթաց լինելը ցույց է տալիս, որ դա չի լինի արագ կամ այնպես, ինչպես մարդիկ պատկերացնում են։ Հորար քարտեզի իրադարձության վերջնական ելքերը հնարավոր կործանումը ճշգրտելու համար պետք է նայենք լուսնի վերջին ասպեկտին 4-րդ տանը, որը խորհրդանշում է պետության վերջաբան ու գերեզման։ Լուսնի վերջին ասպեկտը, ուրեմն ցուլի լուսինը շարժում է դեպի ընդդիմություն լարված կարմիր գիծ 4-րդ տան Պլուտոնի հետ։ Աստղագուշակության մեջ Պլուտոնը պատասխանատու է տրանսֆորմացիայի, մահվան, քայքայման եւ արմատական կործանման համար։ Լույսի այս վերջին հանդիպումը հաստատում է, որ գործընթացն ավարտվելու է հենց պետական կառույցի կամ տարածքային ամբողջականության գլոբալ փլուզման կործանմամբ։ 4-րդ տան կառավարիչը, 4-րդ տան վերջնաբան, կուլմինացիան գտնվում է ջրհոց նշանում, որի կառավարիչը Ուրանը գտնվում է 8-րդ տան ճգնաժամեր, մահ, կորուստ։ Սա եւս մեկ ուժեղ ցուցիչ է, որ պետության վերջը լինելու է հանկարծակի ճգնաժամային եւ անդառնալի։
Հորար աստղագուշակության կանոններով, ուրեմն դա տեղի կունենա Ադրբեջանի անկումից հետո, որովհետև հարցներ էր տրված սկզբից Թուրքիան այսպես անկում կապրի, թե Ադրբեջանը։ Ես Ադրբեջանի հորար քարտեզը չէ, նատալ քարտեզը արդեն մեկնաբանել եմ շատ վաղուց ամիսներ առաջ եւ այնտեղ խոսել եմ Ադրբեջանի կործանման մասին, քայքայման ու անկման մասին։ Դրանից հետո, երբ որ դա տեղի կունենա, մի փոքր հետաձգվելով տեղի կունենա Թուրքիայի անկումը։ Թուրքիայի անկումը տեղի կունենա հանկարծակի, հնարավոր է աղետների միջոցով, հնարավոր է բողոքների միջոցով, կառավարության փլուզման միջոցով, բայց դա տեղի է ունենալու։ Մունդան համաշխարհային աստղագուշակության մեջ Ադրբեջանը եւս սերտորեն կապված է Կարիճի էներգիայի Պլուտոնի հետ։ Քարտեզում լուսնի ընթացքի ցուցիչի աստիճաններն ավելի շուտ բախվում են տնտեսական ներքին կառուցվածքային ճգնաժամերին, ինչը նախ հարվածում է տարածաշրջանի ավելի փոքր ու կախվածություն ունեցող օղակների Ադրբեջանի հետ։ Կարիճի տերը Պլուտոնն է, տեսեք, իրան տրված է ընդերքի հարստություն, մենք գիտենք նավթ, հա, ու առհասարակ ինչը ունի ընդերքը տրված է իրան, ունեն շատ լավ պաշտպանություն, Կարիճը ամենաուժեղ պաշտպանություն ունեցող է, Պատյան ունի, Վահան ունի պաշտպանիչ, բայց Կարիճը նաև ունի ինքն իրան կործանելու հատկություն։ Ուստի այստեղ ավելի շատ, այսպես ներսից իրանք կկործանեն, քան դրսից ինչ որ բան տեղի կունենա, այսինքն կործանումը կլինի բնության աղետների տեսքով հենց ներսից, կամ իրանց այսպես կառավարության կործանումը կլինի, իշխանության կործանում կլինի, մի խոսքով, ուրեմն Թուրքիան լինելով ավելի մեծ պետական մարմին, քարտեզում սա 10-րդ տունը Արեգակ եւ Յուպիտեր ունի ավելի մեծ դիմադրողականություն, ուստի նրա վերջնական փլուզումը լինելու է շղթայական ռեակցիայի վերջին ակորդը։ Տեսեք, պատմական ծննդյան քարտեզը, նատալ քարտեզը, ժամանակակից Թուրքիայի Հանրապետության պաշտոնապես հռչակվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին։ Այդ օրը Արեգակը գտնվում էր Կարիճի կենդանակերպի նշանում։ Հետևաբար Թուրքիայի պետական նատալ քարտեզում հենց Կարիճն է հանդիսանում նրա հիմնական կորիզը։ Պլուտոնը, որ այդ կենդանակերպի նշանի տիրակալն է, պահապանն է, ուրեմն Կարիճը խորհրդանշում է տրանսֆորմացիա, կորուստներ, Փյունիկի պես մոխիներից խառնելու ունակություն, գաղտնիության եւ ռազմական ուժի, սա լիովին համապատասխանում է Օսմանյան կայսրության փլատակների վրա նոր պետություն ստեղծած պատմությանը, իրա վերածնունդին։ Քանի որ Կարիճը Պլուտոնում գտնվում է 4-րդ տանը, հողեր, արմատներ, ինչը եւս մեկ անգամ շեշտում է հենց այդ պետության հիմքերն ու տարածքներն են ենթարկվելու արմատական փոփոխությունների։ Արմատական ուրեմն տրանսֆորմացիա, Պլուտոնը մահվան քայքայման եւ վերածնդի մոլորակը 4-րդ տանը գտնվելով այն Թուրքիային բերում է ներկայիս տարածքային եւ պետական կառուցվածքի ամբողջական փլուզում, սա ոչ թե ճգնաժամային է, այլ հին համակարգի լիակատար մահ, ինչից հետո պետությունը նախկին տեսքով այլևս գոյություն չի ունենա։ Էթնիկ պառակտում, ներքին տրոհում, քանի որ 4-րդ տունը խորհրդանշում է երկրի ներսի արմատները եւ ժողովրդին Պլուտոնի ներկայությունը ջրհոսում, որը պատասխանատու է անկախության եւ հեղափոխությունների համար, հուշում է ներքին ապստամբությունների, քաղաքացիական պատերազմների եւ տարբեր էթնիկ խմբերի, օրինակ քրդերի անջատողական հզոր ալիքների մասին, որոնք ներսից կպատրեն երկիրը։ Իշխանության կորուստ աղետի միջոցով Պլուտոնի լարված քառակուսի ասպեկտը կարմիր գիծը 10-րդ տան Արեգակի եւ Յուպիտերի ղեկավարության հետ ցույց է տալիս, որ երկրի վերնախավը կամ բռնապետական համակարգը կկորցնի վերահսկողությունը համաշխարհային մեծ ճնշումների կամ ռազմական աղետների հետևանքով։ Պլուտոնը Թուրքիային չի տալիս հզորացում, այլ ընդհակառակը խլում է նրա հողերն ու ներկայիս կարգավիճակը, իրականացնելով պատմական անդառնալի հաշվեհարդար։ Պլուտոնը սիրում է արդարություն, կարգ ու կանոն, մաքրություն, պարզություն, նույնիսկ մենք, եթե աշխատում ենք Պլուտոնի հետ, մեր հիգիենան մեր մարմնի հանդեպ եւ հոգու հանդեպ պետք է լինի 100%-անոց։ Պլուտոնը Կարիճի գլխավոր հովանավորն է եւ կառավարիչը, սակայն աստղագուշակության մեջ հովանավոր մոլորակը միշտ չէ, որ միայն պաշտպանում է, այն նաեւ որոշում է տվյալ նշանի ճակատագիրն ու մահվան ձևը։
Կարիճի էությունը ինքնակործանում։ Կարիճը կենդանակերպի միակ նշան է, որ ունի ինքնակործանման և սեփական թույնից մեռնելու հատկություն, որից հետո միայն հառնում է Փյունիկի պես։ Պլուտոնը որպես հովանավոր Թուրքիային տալիս է հենց իր սեփական սխալների և ագրեսիվ քաղաքականության պատճառով, ներսից թունավորվելու և քայքայվելու ճակատագիր։ Պլուտոնի անցումը ջրոսում 4-րդ տուն, իր սեփական տանը Կարիճում չէ այլևս։ Այն գտնվում է ջրհոսի մեջ, ջրհոսը խորհրդանշում է ազատություն, հեղափոխություն և քանդում, քանի որ այն գտնվում է 4-րդ տանը հողեր սահմաններ, Պլուտոնի իր ողջ տրանսֆորմացիոն ուժը ուղղում է ոչ թե պետության հզորացման, այլ նրա սահմանների քանդման վրա։ Եվ լարված ասպեկտներ, նույնիսկ ամենաուժեղ հովանավոր մոլորակը հայտնվելով լարված քառակուսի ասպեկտների մեջ, ինչպես իմ կազմած քարտեզում Արեգակի և Յուպիտերի հետ, վերածվում է կործանարար ուժի։ Եվ այո, մարգարեությունը ճիշտ է, միանշանակ, բայց մարգարեության հետ կարա լինի ժամանակի ուշացում, այսինքն ոչ իր տվյալ նշած ժամանակի մեջ, և իհարկե կլինեն նաև օգնող միջամտություններ, որպեսզի իրականություն դառնա, այսինքն կողքից էլ կմիջամտեն, կօգնեն, որ դա ավելի արագ լինի և մարգարեությունը այո իրականանա, բայց այստեղ մարգարեության հետ կապված կա սխալ ընկալում, այսինքն մարդը ասել է մի բան, հանրայնացվել է կամ տարածվել է մի այլ բան, բայց դրանից երևույթը չի փոխվում, որովհետև կարմիչսկի, կարմայի հետ կապված իրենք պատասխան ունեն տալու իրենց տարածքային ամբողջականության, իրենց կառավարության, իրենց երկրի այսպես տեսքով, այդ առումներով իրենք պատասխան են տալու և դա լինելու է կործանարար իրենց համար, իրենց սխալները Պլուտոնը փռելու է իրենց դեմը, որովհետև գտնվելու է ջրհոս նշանում, այլ ոչ թե կարիճ նշանում, եթե կարիճ նշանում գտնվեր, կլներ առավելագույն դիրք, կլներ պաշտպանություն և կլներ հովանավորություն, բայց քանի որ Պլուտոնը մտել է ջրհոսի դիրքում, ապա այստեղ գալիս է արդեն անկախության, ազատության, պատասխան տալու կործանարար էներգիան։